Sportcast. Ես Դավիթ Աղաբեկյանն եմ, սա Sportcast-ի հերթական թողարկումն է, այսօր շանդրադառնալու ենք մոտ 10 օր առաջ ավարտված ձմեռային օլիմպիական խաղերին, իմ հյուրն է հանրային հեռուստաընկերության սպորտի բաժնի պետ Էդուարդ Քալանթարյանը, Էդուարդ շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար, այսպես ասեմ, փառք ու պատիվ ձեզ եւ ձեր թիմին, այդ ծանրաբեռնվածությունը մոտ 3 շաբաթ տանելու եւ բարձր մակարդակով օլիմպիական խաղերը մեկնաբանելու տարբեր մարզաձևերում շատ հետաքրքիր է, մարզասերի համար վստահ եմ, ով որ սիրում է եւ հետաքրքրվում է ձմեռային մարզաձևերով, առավել քան հետաքրքիր է հետեւել, իհարկե ամբողջ ծավալը ամբողջությամբ չի կարող ցուցադրել եւ մեկնաբանել, բայց ամենահետաքրքիր դրվագները, ամենահետաքրքիր մարզաձևերում մրցավազքերը, մրցումները ցուցադրվեց եւ մեկնաբանեցիք, կրկնվում եմ, փառք ու պատիվ ձեզ։ Շնորհակալ եմ շատ ջերմ խոսքերի համար, իսկապես բարդ է, բայց հաճելի է, երբ աշխատանքդ սիրով ես անում, բարդությունը շատ լավ հաղթահարում ես եւ կարծում եմ շատ դժգոհություններ չառաջացրեցին հեռուստադիտողների շրջանում, որովհետեւ իսկապես ձմեռային մարզաձևերը այդքան տարածված չեն Հայաստանում, երկրպագուները ձմեռային մարզաձևերի շատ չեն եւ բավարարել բոլորի պահանջները ավելի բարդ է, որովհետև ըստ էության պետք է շատ բան ներկայացնես սկսած կանոններից, մինչև ով ինչու հաղթեց, ինչու չհաղթեց, ով ինչ նվաճումներ ուներ, ամառային մարզաձևերում հիմնական շատեն ճանաչում են, իսկ այստեղ հակառակ պատկերն է։ Դե ամառային մարզաձևերը, ամառային օլիմպիական խաղերին մոտ 3 կամ 4 անգամ ավելի ծավալով ավելի շատ են, ել չասեմ խաղային մարզաձևերը։ 3-4 չէ, կրկնակի կարելի ասել, կրկնակի ծավալ, օրինակ ձմեռային օլիմպիական խաղերի համար մոտ 100 ժամ ենք ցուցադրում, ամառային օլիմպիական խաղերը 200 ժամ։ Բայց խաղային մարզաձևերը այստեղ հոկեյ եւ արդեն որերորդ օլիմպիական խաղերին ներկայացված է նաեւ քյորլինգը, իսկ ամառայիններում դե այո ել չասեմ։ Բազմաթիվ։ Էդուարդ, դուք արդեն որերորդ օլիմպիական խաղերը ներկայացրեցիք եւ մեկնաբանեցիք, այսպեսի հարց, ընդհանուր առմամբ ձմեռային օլիմպիական խաղերում այս ընթացքում այս ձմեռային օլիմպիական խաղերը դիտարկելով նախորդների համեմատ որևէ ակնառու փոփոխություն դուք նկատեցիք, թե ոչ, բացի նրանից, որ սերունդները փոխվում են, նոր մարզիկներ են, նոր ռեկորդներ են սահմանվում։ Իրականում շատ բարդ է ասել, որովհետև կախված է կոնկրետ կազմակերպչից։ Այս պարագայում ես կարող եմ ասել, որ իտալացիներն ամեն ինչ արել էին, որպեսզի իրենց ամբողջ ներուժը ցուցադրեին բացման եւ փակման արարողությունների ժամանակ եւ մենք դա տեսանք, շատ գեղեցիկ էր ամեն ինչ կազմակերպված, մրցումներն էլ շատ բարձր որակով անցկացվեցին, թեև շատ վայրերում Իտալիայի, որտեղ նախատեսված են մրցումներ, ձյան խնդիր կար։ Դահուկավազքի բիատլոնի մրցումներ կային, որ տեսնում էին կարճաթևով էին մարզիկները, որովհետև արև էր իսկապես տաք էր եւ նրանց համար շատ դժվար էր։ Բայց դա արդեն բնական պայմաններ են, ձյունը թաց էր, դա իր ազդեցությունն է ունենում սահքի վրա եւ այլն, բայց տեսեք, կարող եմ գնալ 12 տարիի հետ եւ ասել, որ Սոչիում ձմեռային օլիմպիական խաղը եւս շատ լավ են կազմակերպված եւ լավ անցան։ Կան դրանից հետո ավելի երևի ժամանակակից օլիմպիական խաղ, որոնք ավելի վատ էին կազմակերպված։ Հիմա Միլանը եւ Կորտինա դամպեցուն գումարած բոլոր այն փոքր քաղաքները, որոնք մասնակցեցին, ամեն ինչ շատ լավ էին արել եւ կարծում եմ կազմակերպչական առումով լավագույն խաղերից մեկն էր։ Ինչ վերաբերում է ռեկորդներին, նվաճումներին, այստեղ մեկն է միանշանակ առանձնանում։ Կլեբոյի մասին։ Այո, Յոհաննես Կլեբոն հենց այս օլիմպիական խաղերի ընթացքում դարձավ 2 երևի պատմական նվաճման հեղինակ, նախ 1 օլիմպիական խաղերի ընթացքում նվաճած մեդալների քանակով բոլոր 6 մեկնարկներում հաղթեց եւ 11 ոսկե մեդալ ընդհանուր առմամբ չգերազանցված եւ կարծում չել գերազանցվի։ Նախորդ 10-ամյակում տեսնելով Բյորն Դալենին եւ այդ նորվեգացի այդ հայտնի մարզիկներին մտածում ենք լավ, այս մարդիկ այդքան մեդալ նվաճելով դժվար թե հետագայում հաջորդ սերունդները կանանցնեն մեդալային հաշվարկում, բայց արի մասշտաբում են, կարող է Կլեբոյին էլ անցնեն։
Անդրադառնանք մեր մարզիկներին, մեր հավաքականը ներկայացված էր փոքրաթիվ մարզիկներով։ Ակնկալիքները մեծ չէին, եկեք այսպես ուղիղ խոսենք, եւ մեդալային որևէ այդպիսի սպասելիք կարծես թե չկար մինչ օլիմպիական խաղերը, բայց այստեղ մի յուրահատուկ բան կա, մեր մարզիկները սկսած դահուկորդից մնացածով որոշակի նշաձող էին իրենց համար սահմանել մինչ օլիմպիական խաղերը առաջի 30-յակի մեջ տեղ գրավելու դա իրենց համար պարզ է բարձր նշաձող էր սպասելիքը գուցեև ավելի ցածր էր բայց այդ նշաձող սահմանելու շնորհիվ մեր մարզիկները որոշակիորեն հաջողեցին այն սպասելիքը որ կար այսինքն ցածր արդյունքի դա գերազանցեցին Այստեղ շատ կարևոր է ինչպես են մարզասերները, հեռուստադիտողները ընկալում հայ մարզիկների ելույթն է, այսինքն եթե գիտակցությունը, մարզական գիտակցությունը այնքան է, որ հասկանում են, որ պետք չէ մեր դահուկորդներից, լեռնադահուկորդից, գեղասահորդներից շատ բարձր բաներ պահանջել, ուրեմն սկսում են նրանց ելույթի մեջ դրական բաները նկատել։ Իսկ եթե սպասում են, որ վերջնական արդյունքը տեսնեն, ասեն դե լավ դե 64-րդ տեղը կամ չգիտեմ 48-րդ տեղը դա ցածր արդյունք է, ապա իրենք միշտ էլ վատը կտեսնեն։ Այո, մեր ձմեռային մարզաձևերի ներկայացուցիչները որպես կանոն օլիմպիական խաղերի գնում են անձնական ցուցանիշները բարելավելու համար։ Օլիմպիական խաղերի մասնակցություն իրենց այդ մարզական ռեզյումեում ունենալու համար դա շատ կարևոր է, շատ լավ է օրինակ Կատյա Գալստյանը 4-րդ օլիմպիական խաղերին իր մասնակցում սա արդեն նվաճում է եւ շատ քիչ հայ մարզիկներ կան առհասարակ էլ չեմ ասում ձմեռային օլիմպիական խաղերում որ այդքան մասնակցություն ունեն ամենափորձառուներից էր մեր նաեւ Միքայել Միքայելյանը իրենց այսպես միջին մակարդակի ելույթ ունեցան, այնինչ իրենցից սпасելի էր, դա արեցին։ Լեռնադահուկորդը կարողացավ երկրորդ մրցահերթին էլ մասնակցել առաջինում գրանցած Մենք տեսանք ձեր մեկնաբանության ժամանակ, թե քանի լեռնադահուկորդ ձախողեցին պարզապես դուրս էին մնում եղանակային պայմաններ էին այդ առաջին մրցավազքի ժամանակ։ Բայց մեր լեռնադահուկորդի համար էլ էին վատ պայմաններ, բայց նա կարողացավ հաղթել, այսինքն սա իհարկե Օլիմպիական խաղերի ժամանակ մի փոքր արտոնություն էին տալիս, օրինակ առաջին 30-ը միայն կարող են մասնակցել երկրորդ փուլին, բայց օլիմպիական խաղում բոլորին են հնարավորություն տալիս մասնակցելու երկրորդ փուլին, որովհետև ի վերջո հաշվի են առնում, որ օլիմպիական խաղերը 4 տարին մեկ անգամ մարզիկները պատրաստվում են գալիս, հասնում են մեկ մրցահերթով չբավարարվեն։ Հիմա կարող են թող ինչ-որ ֆենոմենալ արդյունք ցույց տան, իրենք էլ բարձր տեղերի համար պայքարեն, շանս տալիս են։ Բայց մասնակցությունը ինքնին հաճելի է։ Եվ կարծում եմ ի վերջո որ մեր զույգը գեղասահքի բավականին բարձր մակարդակի ելույթ ունեցավ, որովհետև նրանք լավ պատրաստված էին, նրանք կարողացան համենայն դեպս կարճ ծրագրում ինձ շատ տպավորել, այո մի փոքր այլ ստացվեց ազատ ծրագրում, բայց ընդհանուր առմամբ ես կարծում եմ նրանց ելույթից պետք է գոհ լինել եւ ինչու ոչ սпасել այս զույգին մյուս օլիմպիական խաղերում։ Անցնենք նաև այլ մարզաձևերին, որտեղ որ ռեկորդներ սահմանվեցին, դուք արդեն նշեցիք Կլեբոյի այսպես ռեկորդային մեդալների թիվը, կարծես իր երիտասարդ տարիքին այդ տղան դարձյալ տեսնում ենք, որ էլ ավելի մեծ պոտենցիալ ունի իր արդյունքները բարելավելու։ Սա ֆենոմենալ է եւ վերջին մրցավազքերից մեկում դուք եք կարծեմ մեկնաբանում, տեսանք եզրագծին հասնելիս այդ այսպես լանջը բարձունքը հաղթահարելիս նա այնպես էր վազում։ Կարծես իր յետևում 50 կիլոմետր չէր։ Այո։ Դե սա որքանով որ ֆենոմենալ է դիտվում որպես նվաճում, այնքան էլ հարցեր է առաջացնում, ինչպես կարող է մարզիկը այդպիսի թարմություն պահպանել տարածության վերջում։ Ի վերջո խոսքը 50 կիլոմետրի մասին։ Առաջին կասկածները ինձ մոտ առաջացան, երբ տեսա, որ բոլոր մարզիկները տարածության մոտավորապես միջնամասում փոխեցին դահուկները։ Հատուկ տարածք կար, մտան փոխեցին դահուկները եւ շարունակեցին։ Այդ 3 նորվեգացիները, որոնք արդեն փոխվել էին մյուսներից, չփոխեցին իրենց դահուկները։ Ինձ մոտ հարց առաջացավ, ինչու նրանք չփոխեցին, ինչու մյուսները փոխում են։
Հետո ես տեսա ռուս դահուկորդ Սավելի Կորոստելովի հարցազրույցը անմիջապես մրցելույթից հետո եւ նրան ասացին իսկ դու գիտես որ նորվեգացիները ընդհանրապես չփոխեցին դահուկները զարմացավ ապշեց ուղղակի ասաց խնդրում եմ նրանց ստուգեք արդյոք ֆտոր չեն օգտագործում իսկ ֆտորը արգելված է դահուկների տակ քսել որովհետեւ այն քիմիական նյութ է եւ արգելել են որովհետեւ ցանցը խառնվում է եւ այլ եւ դա շնչում են հետո մարզիկները բայց ֆտորը շատ է արագացնում դահուկների ընթացքը այսինքն նա մտածեց որ ինչ որ բան օգտագործել են որ դահուկները նույնիսկ փոխելու կարիք չունեն իսկ մյուսների մոտ այդ թացությունը կպնում է դահուկներին եւ կարիք է լինում ինչ որ ժամանակ հետո փոխել բացի դրանից շատ կասկածում են ամբողջ աշխարհում, որ նորվեգացիները արդեն երկար տարիներ շոր արգելված դեղամիջոցներ են օգտագործում, որովհետև այդպիսի թարմություն պահպանել ուղղակի իրատեսական չէ։ Ասում են, որ նորվեգացիները շոր փոքրիկ խորամանկության են գնում, ասում են, որ վատառողջ են, ասթմա ունեն եւ դրա համար հատուկ թույլտվություն են ստանում դեղ օգտագործելու դեղամիջոց, որի մեջ կա նաև արգելված դեղամիջոց, բայց հաշվի առնելով, որ առողջության համար է, դրա վրա աչք են փակում։ Հիմա չգիտեմ ինչ են միայն նորվեգացիները այդպես անում, մյուսները չեն անում, ամեն դեպքում դեռ խոսակցությունների մակարդակում է, ասածս ինչ է, որ չի կարող այդպես լինել, որ միայն մեկ երկրի ներկայացուցիչներ այդքան տարբերվեն մյուսներից։ Ի վերջո շատ մեծ էր տարբերությունը, որովհետև 3 նորվեգացի այնքան արագ հաստատեցին իրենց առաջադեմ, տարածության կեսը դեռ չկար, պարզ էր, որ ոսկու, արծաթի եւ բրոնզի հարցերը լուծված են։ Մյուսները ինչի համար էին պայքարում, հասկանալի չէր։ Հետաքրքիր էր, իհարկե արգելված կամ ոչ արգելված խթանիչների օգտագործումը վստահ եմ, որ ստուգվում է, նաև լաբորատոր ստուգումներ են գնում եւ ինչ որ մի ժամանակ հետո դրա մասին տեղեկություններ կհրապարակվեն, կհասկանանք ինչ է այդտեղ կատարվել։ Կանանց դահուկային մրցելույթներին անդրադառնանք, դուք մեկնաբանում եք կանանց փոխանցավազքը խառը, այո, փոխանցավազքը դասական եւ ոչ դասականի եւ այնտեղ դուք քանիցս նշեցիք, որ շվեդուհիները կարծես մրցումից դուրս են, որտեղ այնքան ուժեղ մարզիկներ ունեն այդտեղ այդ փոխանցավազքում, բայց տեսանք, որ ինչպես ձախողեցին։ Դե այստեղ ուղղակի մարզական դժբախտություն տեղի ունեցավ։ Էբա Անդերսոնը Շվեդիայի թիմի լավագույն ներկայացուցիչներից մեկը, ուժեղագույն դահուկորդիներից մեկն աշխարհում 2 անգամ ընկավ իր 7.5 կիլոմետրի ժամանակ։ Երկրորդ անկումը նույնիսկ սալտոյով էր։ Այո, հետո ավելի զավեշտալի դարձավ իրաճակը, երբ մարզիչը նրան դահուկ էր բերում, ինքն էլ ընկավ։ Եվ հասկացանք, որ այդ օրը շվեդների օրը չէ ուղղակի։ Իհարկե թիմակիցները ամեն ինչ արեցին, բերեցին մեդալային գոտի մցրեցին Շվեդիային, բայց ոսկու համար արդեն պայքար չստացվեց 2 անգամ ի վերջո ընկնել, դա հսկայական կորուստ է ժամանակի։ Բայց այն որ Էբա Անդերսոնը հզոր մարզիկ է, ունի բնավորություն եւ պայքարելու ունակություն, նա ապացուցեց, երբ հետո հաղթեց 50 կիլոմետրում եւ պարգևատրվեց ամբողջ աշխարհի աչքի առջև փակման արարողության ժամանակ ու հնչեցրեց Շվեդիայի օրհներգը, այսինքն սպորտը հենց սրա մասին է, ընկնել, բարձրանալ, գտնել ուժ եւ չընկճվել նման տհաճ իրավիճակներից։ Այո, նրա համար շատ ցավալի էր, որ ամբողջ թիմին նա այդ վիճակում գցեց, եթե անհատական լիներ, միգուցե այդքան ծանր հոգեվիճակում չլիներ, բայց դե հիմա այդպես էլ է պատահում, ինչ կարող ես ասել։ Սպորտը նաև արդար մրցակցության, նամանավանդ օլիմպիական խաղերը արդար մրցակցության մասին են, այստեղ Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող հայտնի մարզիկների այս նոր սերունդի բացակայությունը, մեծ հաշվով բացակայությունը, որոշակիորեն նսեմացնում է ընդհանուր օլիմպիական խաղերը, թե ոչ։ Ձեր դիտարկմամբ։ Չեմ կարծում որոշակիորեն, ես կարծում եմ ամբողջությամբ նսեմացնում է, որովհետև ես անձամբ կողմնակից եմ, որ սպորտը շատ խիստ տարանջատվի քաղաքականությունից, ինչու պետք է երկրի նկատմամբ պատժամիջոցները անդրադառնան մարզիկների վրա, որոնք ունեն առանց այդ էլ կարճ կարիերա եւ բաց թողել 1-2 օլիմպիական խաղեր նշանակում է մի ամբողջ սերունդ, այո, մի ամբողջ սերունդ պարզապես չմասնակցեց օլիմպիական խաղերին։ Իսկ
հաղթանակը ավելի արժեքավոր է մրցակցության պայմաններում, որովհետև նույն հոկեյում կանադացիներն ու ամերիկացիները կարծում եմ այսպիսի առավելություն մյուսների նկատմամբ չէին ունենա, եթե Ռուսաստանի հավաքականը խաղար, դահուկավազքում, բիատլոնում շատ ուժեղ ռուս մարզիկներ կան։ Բիատլոնում ավանդաբար իրենք շատ ուժեղ են։ Եվ եթե լինեին, կարծում եմ շատ ավելի հետաքրքիր կլիներ ամեն ինչ եւ վստահ եմ, որ հաջորդ օլիմպիական խաղերից նույնիսկ ամառայինից սկսած ռուսները մասնակցելու են, այն էլ իրենց դրոշի տակ, բայց այսքան ժամանակի կորուստը ես գտնում որ շատ ցավալի էր կոնկրետ մարզիկների համար։ Գեղասահքում որոշակի լուծումներ են տեսնում տարբեր երկրների դրոշի ներքո քաղաքացիություն ստանալով, արդեն քանի տարի է ոչ միայն խոսքը ոչ միայն օլիմպիական խաղերի մասին է, այլ նաև աշխարհի Եվրոպայի առաջնությունների մասին։ Այստեղ նաև գեղասահորդները, որոնք հանդես եկան Հայաստանի դրոշի ներքո, իհարկե հարց է առաջանում, դե հասկանալի է մեկը Կարեն Ակոպովան հայ է, Նիկիտա Ռախմանինը ռուս է, տեսանք քանի երկրից ռուս գեղասահորդներ մասնակցեցին։ Գեղասահքի մասին այո չխոսեցի, սա էլ եւս մեկ մարզաձև, որտեղ ռուսները ավանդաբար ուժեղ են եւ միշտ պայքարում են չեմպիոնության համար։ Պետրոսյանն էր ներկայացված կանանց Ադելիա Պետրոսյանը այո ներկայացված էր, բայց ինչ լավագույն ելույթը չէր, մեղմ ասած կարող էր ավելին, բայց ընդհանուր վերաբերմունքը, եթե նայում ենք Ռուսաստանի պատվիրակների հանդեպ, արտացոլվեց նաև նվաճումների մեջ, որովհետև ընդամենը մեկ արծաթե մեդալ, սա իհարկե այն չէ, ինչի մասին Ռուսաստանը կարող էր մտածել։ Հուսանք, որ կարգավորվի այս խնդիրը եւ մարզիկները չեն կրի պատիժ ուրիշների փոխարեն։ Մեր ունկնդրին եւ ակնդրին հիշեցնեմ, որ իմ հյուրն է հանրային հեռուստաընկերության սպորտի բաժնի պետ Էդուարդ Քալանթարյանը։ Էդուարդ, ընդհանուր առմամբ այս օլիմպիական խաղերում մենք մի քանի դրվագի անդրադարձակ, դուք մանրամասնեցիք, այսպես հետաքրաշարժ որևէ դրվագներ, այլ ինչպիսին եղան, դուք ինչ դիտարկեցիք, որոնք ձեզ համար ել ավելի հետաքրքիր դարձրեցին այս օլիմպիական խաղերը։ Բացի այն մրցուղիներից խոսեցինք, որ շվեդուհիները ձախողեցին փոխանցավազքում եւ այսպիսի հետաքրքիր տարօրինակ իրավիճակում հայտնվեցին։ Դե շատ հետաքրքիր դրվագներ եղան, որոնք այսպես սովորական բնականon հունից դուրս են գալիս, նույն եղանակային տատանումները, մի մրցում նայում ես առատձյան պայմաններում, մեկը շատ շոկ եղանակի պայմաններում, այս ռեզոնանսը տարօրինակ էր դիտել։ Հսկայական արժեքի նվաճում տեսանք եւ տեսանք նաեւ լուրջ ձախողումներ։ Ես մի դրվագ ձեզ հիշեցնեմ, դուք եք հենց մեկնաբանում, որտեղ որ մասնակցեց նաեւ մեր Լեռնադահուկորդը, հիմնական, այսինքն առաջին մրցելույթից հետո կանադացին, եթե չեմ սխալվում, թե նորվեգացիներ, որը առաջատարն էր եւ ձախողեց իր երկրորդ մրցելույթը, եւ որ նորվեգացին, եւ որ վերջինն էր հանդես գալիս, եւ ընդհանրապես կարող էր պահպանել իր ամեն ժամանակով կարող էր հաղթել, բայց նա եւս տարածությունից դուրս եւ այդպիսի, այսպես ասեմ, ռեակցիա այսպես ինքը հետաքրքիր իրավիճակում հայտնվեց եւ նույնիսկ հաղթողի վրա չէր տեսախցիկը այսպես ուղված, այլ ուղված էր ձախորդի ուղղությամբ։ Այո, որովհետև դե ումից սպասելիքները շատ էին, նրա վրա էր ուշադրությունը, բայց ստացվեց հերթական ձախողումը։ Լեռնադահուկային սպորտի մասին խոսեցինք, իհարկե հետաքրքիր իրադարձություն, բրազիլացին նվաճեց օլիմպիական չեմպիոնի կոչում, համաձայն եմ, նա կիսով չափ նորվեգացի է, բայց Բրազիլիայում ձույն չկա։ Տեսել եք տեսանյութը ինչպես են նրան դիմավորում Բրազիլիայում, ինչպես էր նա լողափում ժամանակ անցկացնում հասարակ բրազիլացիների հետ, այդ փայտերը Լեռնադահուկորդի ձեռքին լողափի ավազի վրա այդ շարժումներով անցնում եւ ցատկում էր օվկիանոսի մեջ, այսինքն իսկական տոն էր դարձել, պատկերացնում եք առաջին հարավամերիկացին է, առհասարակ տրոպիկական երկրների առաջին ներկայացուցիչն է, որն օլիմպիական ոսկի է նվաճում, սա եւս մեկ երևույթ էր, որը առանձնացրեց այս օլիմպիական խաղերը եւ իհարկե բարձր մակարդակը խաղերի, կարծում եմ շատ բարձր մակարդակը ապահովեց փաստը, որ
հոկեյի մրցաշարին մասնակցեցին հոկեյի ազգային լիգայի ներկայացուցիչները Երկու օլիմպիական խաղ բաց թողելով։ Այո, երկուսը բաց թողնելուց հետո վերադարձան եւ մենք իսկապես բարձրակարգ հոկեյ տեսանք, միայն այսպիսի հոկեյն է, որ էկրանին գամում է հեռուստադիտողին եւ բաց չի թողնում ոչ մի վարքյան։ Կանադացիները ի վերջո եզրափակչում ցավոք սրտի Կանադայի երկրպագուների համար ձախողեցին, ամերիկացիները այսպես ռևանշի հասան։ Երկու եզրափակիչ պարտվելուց հետո հենց կանադացիներին օլիմպիական խաղերում եւ Կանադայի հավաքականի այս բարդ ելույթը ճիշտ է տեսանք խմբային փուլում ինչպես հեշտ հաղթահարեցին նույնիսկ նույն Չեխիային, որոնց հետ հանդիպեցին արդեն քառորդ եզրափակչում ինչքան հեշտ հաղթեցին, բայց հետագայում խնդիրներ ունեցան արդեն փլեյ-օֆում եւ այսպես անհատական վարպետության այդ աստղաբույլը, որ կար Կանադայի հավաքականի ի վերջո իրենց շնորհիվ այդ վերջի վարքյաններին օվերթայմում ավելացված ժամանակում այդ հաղթանակների շնորհիվ հասան եզրափակիչ, բայց արդեն առանց իրենց ավագի Սիդնի Քրոսբի, հասկանում ենք արդեն երիտասարդ չի Քրոսբին, բայց նա Սիդնի Քրոսբին է եւ նրա ներկայությունը իհարկե թիմակիցներին ողջավորություն է հաղորդում, նրա փորձը, նա ինչ որտեղ կարող է շատ հուշումներ անել, ասել որ այսպես եւ ի վերջո տեսանք որ Քրոսբիի բացակայությունը դեր խաղաց, բացասական դեր խաղաց։ Եվ Կանադայի պարտությունը եզրափակչում, թեև այսպես շատ մոտ էին հաղթանակին, ես կանխատեսել էի, որովհետև շատ մեծ դժվարությամբ քառորդ եզրափակչում չեխերին հաղթեցին, կիսաեզրափակչում ֆիներին մեծ դժվարությամբ 0-2-ից վերադարձան։ Եվ կարծես հասունացել էր Կանադայի այս հավաքականի պարտությունը։ Ես մարզական տեսանկյունից շատ ուրախ եմ ամերիկացիների համար, որոնք իրենց վաղեմի երազանքն իրականացրին 1980 թվականից Lake Placid-ի խաղերից հետո նրանք օլիմպիական չեմպիոն չէին դարձել եւ սա մի քիչ անարդար էր, որովհետեւ ունենալով այսպիսի սերունդ, այսպիսի խաղացողներ նրանք ի վերջո այդ հաղթանակը տարան եւ իհարկե մեծագույն շնորհակալություն նրանք պետք է Քոնոր Հելեբակին հայտնեն, որովհետեւ այդպիսի դարպասապահով կարելի է սարեր շուրտալ, ինչը նրանք արեցին, տեսանք այդ անհավանական փրկությունը Կանադայի հետ խաղում եւ պահպանեց նա հավասար հաշիվը, օվերթայմում էլ իսկական Շնորհակալություն պետք է հայտնեն Մաքինոնին, որ գուցե դատարկ դարպասը չգրավեց նաև հետագայում իր սխալի հետևանքով ամերիկացիները այդ այո, նա դատարկ դարպաս չգրավեց, հետո այո, նրա սխալից այդ հակագրող ամերիկացիները գնաց, հետաքրքիր պատմություն փոքրիկ հրապարակեցին ամերիկացիները այդ խաղից հետո Քուին Հյուզը, պաշտպանը, ավագ եղբայրը պատմեց, որ խաղի նախորդ գիշերը մտավ եղբոր սենյակ եւ տեսա որ արթուն է մոտավորապես կես գիշերից կես ժամանց եւ ասաց ինչու քնած չես ասաց չեմ կարողանում բարկած երազում եմ ինչպես եմ եզրափակչում հաղթական գոլը խփում եւ հաջորդ օրը նա իր երազանքը իրականացրեց կարծես մի բան զգում էր եւ այդ գոլը խփեց ու ազգային հերոսի կարգավիճակով վերադարձել են Ամերիկայի Միացյալ Նահանգներ վայելում են միայն Ջեյք Գենցելը չգնաց Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը հրաժարվեց պարզապես միգուցե քաղաքական այլ հայացքներ չգիտեմ բայց հաջորդ իսկ խաղում դատարկ դարպասը չգրավեց եւ ասում են որ հենց այդ պատճառով դա եղավ Մեթյուզն էր հիմնական աստղը Միացյալ Նահանգների հավաքականի, նաև ավագն էր այդ հավաքականի, ինչով առանձնացավ հաղթող թիմը։ Շատերը նշում են մասնագետները, որ ի տարբերություն Կանադայի աստղաբույլի, ամերիկացիները այո, շատ ուժեղ աստղ հոկեյիստներ ունեին իրենց կազմում, բայց առաջին հերթին դա թիմ էր, հենց թիմ էր, բարձր կարգապահությամբ, դա զգացվում էր գրեթե ամբողջ մրցաշարի ընթացքում, դա նաև իր պտուղները եւ արդյունքը տվեց եզրափակչում։ Իսկապես սա ավելի ուժեղ էր որպես թիմ, Կանադայում ավելի շատ էին աստղերը, բայց խաղացածության խնդիր ունեցան եւ դա երևաց, իսկ ամերիկացիները կարծես մեկ մարմին լինեին, մեկը մյուսի համար, կռվող, պայքարող, նույնիսկ երբ տեսնում էր ինչպես են նրանք միմյանց տրամադրում սառույց դուրս գալիս, հասկանում էր, որ պատրաստ են իսկապես սառույցի վրա կռիվ տալ եւ հասնել իրենց նպատակին։ Ամերիկացիները երկու բարդ խաղ ունեցան ամբողջ մրցաշարի ընթացքում, շվեդների հետ քառորդ եզրափակչում եւ բնականաբար Կանադայի հետ եզրափակչում։
փախչում։ Մյուս բոլոր խաղերում շատ վստահ հաղթանակներ տոնեցին, նույնիսկ Շվեդիայի հետ ես կասեի, որ մեծ առավելություն էին, ուղղակի 1 գոլ էին խփել, փորձում էին պահել, վերջում վերջին վայրկյաններին բաց թողեցին։ Օվերթայմում հետո նորից խփեցին։ Իդեպ չգիտեմ նման նվաճում եղել է թե ոչ, օլիմպիական խաղերի ընթացքում 2 եղբայր տարբեր խաղերում օվերթայմում հաղթական գոլ խփեն։ Քուին Հյուզը արեց շվեդների հետ, Ջեք Հյուզը կանադայի հետ եզրափակում։ Եվ այո, սա թիմ էր։ Օսթոն Մեթյուզը, որը գլխավոր աստղն էր, որպես այդպիսին չէր առանձնանում այդ ամբողջ թիմից։ Մենք տեսանք, որքան շատ էր նա նահանջում, աշխատում, պաշտպանությունում օգնում եւ այս կոլեկտիվի մի մաս էր դարձել։ Այո, համաձայն եմ, դա գալիս էր նաեւ Toronto Maple Leafs-ում արժի փոփոխությունից, որը նրան սովորեցրել է արդեն այսպես խաղալ, գոլերի քանակը կչացել է, բայց օգտակարությունը, պաշտպանությունը մեծացել է, դա պրոյեկտվեց նաև հավաքական խաղի վրա։ Խաղային մարզաձևերը այսպես ամփոփելով ճիշտ է նշեցի, որ այնտեղ ներկայացված օլիմպիական խաղերում նաև քյորլինգը, բայց մարզասերի համար իհարկե այս պարագայում, երբ որ մարզասերը սիրում է խաղային մարզաձևերին հետևել, այսպես սակավությունը այս տիպի մարզաձևերի օլիմպիական խաղերում ի տարբերություն ամառային օլիմպիական խաղերի բավական այսպես տխրեցնում է։ Ժամանակին կար այսպիսի կարծես պատվեր առաջարկություն, որ նաև գնդակով հոկեյի այս մարզաձևը մտցնեն օլիմպիական, բայց չմտավ դե հասկանալի պատճառներով, որտեղ այդտեղ միայն Ռուսաստանն ու Շվեդիան են կարծես։ Այո, շատ քիչ երկրներ են այնտեղ ուժեղ։ Եվ այլ մարզաձևի անուն կարծես չեն կարող անվանում տալ, որը կարող է օլիմպիական այսպես ցանկի մեջ մտնել։ Չէ, այս բանը չեմ կարծում, բայց եթե ինչ-որ մեկը գտնի մի լավ խաղ ձմեռային, կարող է առաջարկել, վստահ եմ, որ միջազգային օլիմպիական կոմիտեում դեմ չեն լինի լսել առաջարկները, որովհետև այդպես եղավ քյորլինգի պարագայում, այո։ Շատ հետաքրքիր խաղ, որին ժամանակին վերաբերում էին հումորով, հիմա ովքեր ուշադիր նայում են, հասկանում են, շատ լուրջ հաշվարկով, շատ խելացի խաղ է եւ իսկապես կլանված կարելի է ժամերով նայել ոչինչ որ մի փոքր երկար է տևում մեկ հանդիպումը դասական ես նկատի չունեմ խառազույգերի պայքարը գրեթե 3 ժամ տևում է բայց մեծ հետաքրքրություն դիտվում է այնպես որ խորհուրդ եմ տալիս բոլորին սկսել ուսումնասիրել քըրլինգը եւ դիտել Եվ կարող է նաև Հայաստանը ի վերջո այս ուղղությամբ զարգացնել մի փոքր, որովհետև շատ թանկարժեք մարզաձև է եւ միայն այդպիսի սառույց ունենալ եւ պահելը կլոր տարի հսկայական ծախսերի հետ կապված։ Ամփոփում ենք արդեն մեր զրույցը, այն որ նորվեգացիները թիմային հաշվարկում առաջինի կլինեն, դա կանխատեսվում էր, բայց այս քանակության մեդալ նվաճելը, այս քանակության մեդալ նվաճելը, այստեղ եթե նայենք ովքեր են, որ ուժեղ են ձմեռային մարզաձևերում, Գերմանիան կարծես թե որոշակիորեն ձախողեց, այն սպասելիքը, որ կար գերմանացիներից չունեցան, իտալացիները որպես տանտեր ընդունող երկիր, իհարկե ավանդաբար ընդունող երկրները լավ են հանդես գալիս թե ձմեռային, թե ամառային օլիմպիական խաղերում։ Գերմանիայի մասնակցությունը ձախողած չէի համարի, այո կարող էին ավելի լավ, բայց այս պահին ավելի ուժեղ մարզիկներ նրանք չունեն։ Դրա համար իրենց մոտավորապես միջին մակարդակով հանդես եկան Չինաստանից օրինակ ես ավելի շատ մեդալներ կսպասեի, բայց ավելի քիչ նվաճեցին Միացյալ Նահանգները իրենց երկրորդ տեղը ի վերջո պահպանեցին, Կանադան երևի կարող էր մի քիչ ավելի լավ հանդես գալ։ Երևի մոտավորապես ով որ տեղում պետք է լիներ պլյուս մինուս գրավեց բացառությամբ այն երկրները որոնք նշեցի վերադառնալով իդեպ այն հարցին ինչ հետաքրքիր բաներ տեսա օլիմպիական խաղերի ընթացքում այո առաջին անգամ չէր բայց ամեն անգամ տեսնում ու զարմանում ես թե ինչպես են նարնջագույնով հոլանդացիները լցնում տրիբունաները չմշկավազքի ժամանակ։ Տպավորություն է, որ որտեղ էլ անցնում են օլիմպիական խաղեր, այդ մարզաձևը անցկացվում է Նիդերլանդներում։ Այնքան շատ են, որովհետև դա իրենց ազգային մարզաձևերից մեկն է, գալիս են երկրպագում են եւ ավելի ջերմ էին դիմավորում հոլանդացիներին, քան իտալացիներին։ Սա եւս շատ հետաքրքիր էր։
Շնորհակալ եմ Էդուարդ հետաքրքիր ևս։ զրույցի համար։ Հուսանք, որ հաջորդ ձմեռային օլիմպիական խաղերը ել ավելի դիտարժան կլինեն եւ այդտեղ ավելի մեծ ներկայացվածություն կունենա Հայաստանի Հանրապետությունը։ Առավել եւս, որ կոնկրետ քաղաք չկա որպես մայրաքաղաք, ֆրանսիական Ալպերում են անցկացվելու օլիմպիական։ Դարձյալ Ալպեր, բայց այս պայրագայում Մյուս կողմից։ արևմտյան կողմը։ Շնորհակալ եմ մեր ունկնդրին եւ ակնդրին հիշեցնեմ, որ իմ զրուցակիցն էր հանրային հեռուստաընկերության սպորտի բաժնի պետ Էդուարդ Քալանթարյանը։ Սա Սպորտքասթի հերթական թողարկումն էր, ես Դավիթ Հաղաբեկյանն եմ, առայժմ։ Sportcast